էին, հենց Հորդանանում մկրտում էր նրանց, Հովանես մկրտիչը։ Եկեք մեկ ուրիշ օրինակ նայենք Փիլիպոսին։ Փիլիպոսը, երբ որ տեսավ Հերմանց ներքինին, նա կառքի մեջ նստած, ասում է Եսայիա մարգարեի գիրքն էր ընթերցում։ Եվ Փիլիպոսին Սուրբ Հոգին առաջնորդեց, որ գնա մոտեցի նրան, եւ գնաց մոտեցավ նրան եւ հարցրեց, ասաց. այս գիրքը, որ կարդում ես Եսայիա մարգարեի, հասկանում ես։ Եվ նա նրան պատասխանեց ասելով. ինչպես կարող եմ հասկանալ, եթե մեկը իմ համար չմեկնաբանի այն։ Եվ այդ պահին Փիլիպոսը սկսեց մեկնաբանել նրա համար գիրքը, եւ մեկնաբանելով սկսեց նրան քարոզել խաչյալ Քրիստոս Հիսուսին։ Եվ ասաց, այն ինչ որ գրված է այս գրքում, գրված է Մեսիայի, որը որ Քրիստոս Հիսուսն է, որին խաչեցին, եւ սկսեց խոսել նրա մասին։ Եվ Փիլիպոսը այդ պահին, երբ որ լսեց բարի լուրը, ավետարանը, այն ինչ որ քարոզվեց, մի անգամից ասաց. հավատում եմ, եւ իհարկե մենք հասկանում ներքինը կներեք, երբ որ լսեց, ասաց հավատում եմ, ընդունում եմ։ Եվ այդ պահին Փիլիպոսը նրան ասաց, եթե հավատում ես, ուրեմն պետք է ջրով էլ մկրտվես, ուրեմն ուշադիր լսեք, ներքին ասում հավատում եմ եւ ապաշխարեց եւ այդ պահին հարցում է տալիս Փիլիպոսին, ասում ինչ է ինձ արգելում, որ ես մկրտվեմ։ Եվ նրան պատասխանում է Փիլիպոսը, ասում Գործ Առաքելոց 8:37, եթե բոլոր սրտով հավատում ես, ուրեմն պատրաստ ես մկրտվելու։ Տեսնում եք, որ հավատքն է, ոչ թե ինչ որ բաներ պիտի անես, որ հետո նոր մկրտվես, կամ մաքրվես, սրբվես, ճիշտ հոգևոր կյանք ապրես, որ նոր մկրտվես։ Ոչ, հավատացիր Հիսուսին, ուրեմն պատրաստ ես մկրտվելու։ Երբ որ դու այս քայլերը անում ես, ընթացքն ու այդ ճանապարհը, այդ ժամանակն է, որ Սուրբ Հոգին քո հետ սկսում է գործեր անել եւ քո կյանքը սկսվում է փոխվել։ Իհարկե, մեր կյանքը փոխվում է նրանից, երբ առաջինը փոխվում է մեր միտքը։ Մեր միտքը փոխվեց, մեր գործերն է փոխվում, մեր կյանքն է փոխվում, եւ մենք պետք է թույլ տանք, որ Տերը նորոգի մեր միտքը։ Առանց նորոգված մտքի մենք հոգևոր կյանք չենք կարող ապրել։ Դրա համար Հիսուս ասեց, թող նորոգվի ձեր միտքը։ Ինչով է նորոգվում մեր միտքը Աստծո խոսքով։ Եթե այսօր այստեղ կաք մարդիկ, որ Աստվածաշունչ չեք կարդում, ձեր միտքը չի կարող նորոգվել։ Մի խաբեք դուք ձեզ, որ շաբաթը մեկ անգամ Աստծո խոսքը լսեմ, բավական է, մի խաբվեք, բավական չի։ Պատկերացեք այսեն, շաբաթը մեկ օր Կիրակի օրը հաց կուտեմ ու ամբողջ շաբաթ հաց չեմ ուտի։ Իմ մարմինը գնալով կհիվանդանա, կմեռնի վերջում։ Ես պետք է ամեն օր կերակրվեմ, որ իմ մարմինը առնի այդ nutrition-ը, որպեսզի ես առողջ լինեմ։ Նույնը հոգին է, առավել եւս հոգին է։ Մարմինը այդքան կարևոր չէ, հոգին չափազանց կարևոր է, որովհետև մարմինի հոգը չէ, դու երկին կեթաս, թե դժոխք կեթաս, մարմինը նես թե սենց մնալու է երկրի վրա, բայց հոգին, եթե մենք հոգուն չկերակրեցինք, հոգին գնալով մարելու է, գնալով ինքը կորցնելու է Աստծո զորությունն ու իշխանությունը, որ տրված է միայն հոգով հոգուն։ Եվ նրան հարցրեց, ասաց, ինչ է ինձ մնաց է անեմ, որ մկրտվեմ։ Եվ նա ասաց, պատրաստ ես, դու պատրաստ ես մկրտվելու։ Եվ այդ պահին ասում է, կառքով գնալիս տեսնում են ջուր այնտեղ։ Եվ նրան ներքին ասում է, ահա ջուր, մկրտիր ինձ, ես պատրաստ եմ։ Նայեք, Գործ Առաքելոց 8:37, եթե բոլոր սրտով հավատում ես, եկեք միասին ասենք, կարելի է։ Կարելի է, այսօր Արմեն ախպեր ջան, կարելի է, Մելանիկու ջան, կարելի է, Սիոնա ջան, կարելի է, որ դուք մկրտվեք, որտեղ հավատում եք, որտեղ պատրաստ եք ձեր կյանքը տալ Տիրոջը։ Եվ ներքինը պատասխանեց նրան ասելով, հավատում եմ, այսինքն հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը այն խոստացված Մեսիան է։ Նա է մեր փրկիչը, նա է մեր Աստվածը, նա է մեր ամենակարողը։ Եվ գիտեք, կանգնեցին եւ իջան ու Փիլիպոսը ներքինին մկրտեց։
ասում է, երբ որ ջրից դուրս եկավ ներքինը, տեսավ Փիլիպոսը չկա, որտեղ հոգով հափշտակել էր Տերը նրան։ Եթե հավատում ես Քրիստոս Հիսուսին որպես քո Տեր ու Փրկիչ, խոստովանել ես քո մեղքերդ, ապաշխարել ես, զղջացել ես, դու պատրաստ ես մկրտության, ամեն։ Եվ երբ որ դու ջրով մկրտվում ես, դա նշանակում է, որ դու սկսում ես Հիսուսի հետքերով քայլել, Հիսուսի համար ապրել, ամեն օր խաչվել, ամեն օր խաչվելը այն է, որ ամեն օր հիշեք, ես մարմինը միշտ ցանկանում է այն, ինչ Աստված արգելում է։ Սո ինչ է նշանակում, որ մենք ամեն օր պետք է մեր մարմինը խաչը հանենք, որպիսի մեր մարմինը չկերակրենք, որտեղ այն ինչ կերակրենք, դա էլ աճելու է մեր մեջ։ Ամեն։ Յուրաքանչյուրս, որ ապրում ենք հոգևոր կյանք, թույլ տանք, որ մեր հոգևոր կյանք ապրածը արժեք ներկայացնի աշխարհի համար։ Չնայեն մեզ ասեն, սրանք են հոգևորները։ Եղել է հեչ ձեզ հետ, որ դուք ինքներդ եք տեսել ու մտածել եք, ասել եք, ո՞նց կարա սա հոգևոր լինի, որտեղ տեսել եք հոգևոր անուն ունի, հայհոյանքը բերանը, վիրել գիտի, թարախոսել գիտի, անիծել գիտի, պիղծ կյանք ապրել գիտի, սրանք բացարձակ հոգևոր կյանքի հետ կապ չունի։ Յուրաքանչյուրս, որ ապրում ենք հոգևոր կյանք, պետք է արժեք ներկայացնի աշխարհին։ Հոգևոր կյանք ապրելը դա ամենաբարձր տիտղոսն է, որ մարդը կարող է ունենալ։ Ոչ բոլորը, որ եկեղեցի են այցելում, հոգևոր են, բոլորը հավատացյալ են, բայց հոգևորը դա տարբեր տիտղոս է։ Կներեք, չեմ փորձում որևէ մեկի վիրավորեմ Աստծո ժողովուրդ։ Սա է իրականությունը, ճշմարտությունը։ Հոգևոր կյանք ապրելը դա ամենաբարձր տիտղոսն է, որտեղ ունի Քրիստոսին նման արժե համակարգ։ Կարող է եկեղեցին ասել ամեն։ Մի վախեցեք, եթե ձեզ հիմա բռնացնում եք սխալների մեջ, սա պատճառ է, որ մենք գնալով աճենք, թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեզ աճեցնի իր մեջ, ամեն։ Ինչ որ բան անելը կամ չանելը չէ, այլ ունենալ Քրիստոսի միտքը, արժևորել այն, ինչ Քրիստոս է արժևորում և արժե զրկել այն, ինչ Քրիստոսն է արժե զրկում։ Եթե Տերը մեզ ասում է սա մեղք է, այսինքն Տիրոջ համար սա արժեք չունի և մենք արժեք ենք տալիս սրան, մենք սխալ տեղում ենք, դա չի նշանակում ենք դժոխք ենք գնում, պարզապես Տերը մեզ սովորեցնում է, որ հետ քաշվեք։ Սա ճիշտ չէ, սա ձեզ կտանի դեպի մեղք, և մեղքը մենք բոլորս գիտենք, երբ որ մեղքը մեր կյանքում մեծացավ, այն կտանի մահվան, երկրորդ մահ եմ խոսում, հավիտենական մահ, որը շատ վտանգավոր է Աստծո ժողովուրդ ջան, ինչ լավն է, չէ մեր Տերը, ինչ բարի է, չէ, որ ամեն ժամանակ մեզ հսկում ու պաշտպանում է թշնամու ծուղակներից, պաշտպանում է թշնամու այն բաները, որ պատրաստել է, ինչպես է, մուկին ինչի մեջ ենք բռնում, թակարդից, թշնամու թակարդից, եկեք արթուն լինենք, հոգևոր լինելը մեր Instagram-ի ստատուսը չի, ոմանք կարծում են, որ որտև Instagram-ից գրել եմ God first, մտածում են ուրեմն ես ապահով եմ, սաղ աշխարհը գիտի, որ ես հոգևոր եմ, կարևորը չի մենք աշխարհի կողմից ով ճանաչվենք, կարևորը Աստծո կողմից մենք ճանաչվում ենք որպես իր զավակը, եկեք չխաբվենք, սրանք սաղ ծուղակներ է, որ թշնամին մեզ այդ փոքրիկ բաներով սկսում է բաներ համոզել, որ իրական չէ, մենք ամեն մեկս պետք է ամեն ժամանակ քննենք ինքներս մեզ, և խոստանում եմ ձեզ, Սուրբ Հոգին բոլորիս մեջ է, Սուրբ Հոգին իր մատը կտանի և ցույց կտա, որտեղ է պետք մենք փոխվենք, որտեղ է պետք մենք սարքվենք ու կառուցվենք, ամեն։ Ամենամեծ, ամենադժվար հեղինակությունը հոգևոր կոչվելն է,
հոգևոր կոչվելն է, որտեղ հոգևորը պետք է լինի ազնիվ, հոգևորը պետք է լինի սուրբ։ Տեսնում եք ինչքան ավելի բարձր բան է սա, հոգևորը մեղքը ատում է, մեղքը մերժում է ամեն ժամանակ, իսկ մեղքին մերժելը նշանակում է, որ մենք հակառակ ենք գնում ինքներս մեզ, որտեղ մեղքը մենք ենք հենց, մենք ծնվել ենք մեղքից, երբ որ մենք ատում ենք մեղքը, մենք ատում ենք ինքներս մեզ, մեր վիճակը, մեր կարգավիճակը, մեր ցանկությունները, մեր ամենը, ինչ մարմինն է ցանկանում, եւ սա ոչ բոլորն են պատրաստ անելու Աստծո ժողովուրդ, ամեն։ Գաղատացիս 5:24 համարում ասում է, բայց նրանք, որ Քրիստոսինն են, շուրարի կողքինիդ ասա, դու Քրիստոսինն ես, հավատքի քայլ, շուրարի ասա, դու Քրիստոսինն ես, հիմա լսեք, Աստծո խոսքը մեզ ինչ է ասում է, բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչը հանեցին կիրքերով և ցանկություններով միասին, եթե հոգով ենք ապրում, ուրեմն հոգով էլ վարվենք, եկեղեցի փառք Տիրոջը, հալելույա, փառք Հիսուսին, Աստծո ժողովուրդ, լսեք, ստեղ կան մարդիկ, որ հանդիմանվում են, անկեղծ եմ ուզում լինեք, այս կողմը, այո, լսեք, լավ բան է դա, ես էլ ստեղ եմ հանդիմանվում, մենք բոլորս միասին ենք այս պատերազմում, երբևիցե ձեզ չթվա, որտև հովիվը բեմի վրա է, իմ համար սա բեմ չի, սա Տիրոջ սրբության սրբոցն է, ես չեմ կարող իր սրբության սրբոցում ստել, ես է ձեր հետ, ձեր կողքը կանգնած պայքարում ու պատերազմում եմ, իմ հավատքի պատերազմը, գիտեք Պողոս առաքյալը, հասուն առաքյալ մարդ, ծառայում է Աստծուն անշահախնդիր, նվիրված Տիրոջը, ուշադիր լսեք, կարդում ենք նրա թղթերի մեջ, գալիս է մի պահ, որ արդեն մտածում ենք նա ուրիշ բան, մեկի ասում է այն ինչ ցանկանում եմ, չանեմ, դա եմ անում, այն ինչ ուզում եմ անեմ, որ գիտեմ Աստծուն ահաճելի, դա չեմ անում, ինչ խեղճ մարդ եմ ես, ասում, ով կփրկի ինձ այս մեղքի մարմնից, մեկ է մի անգամից Տիրոջ շնորհքը, փառք ասում մեր Աստծուն Քրիստոս Հիսուսի համար, որովհետև մենք ունենք Քրիստոս Հիսուս, մեր տկարությունների մեջ նրա շնորհքը մեզ բավական է, մենք բոլորս հասկանում ենք, որ մենք պատերազմում ենք, պայքարում ենք, բայց վերջում գալի հասկանում ենք, որ մի հատ կետի ենք գալի, որ չենք կարա մենք մի բան անենք, որ էլի ժառանգենք երկինք ինքն է արել, մեր գործերով չենք փրկվում ինքն է արել, բայց դա մեզ չի տալի լայսենս, որ մենք շարունակենք մեղքի մեջ ապրել, որովհետև ասում է, թե շարունակես մեղքի մեջ ապրել, ոչ թե Աստված մեզ կմերժի ու մեզնից հետ կքաշվի, այլ մենք Աստծուն կմերժենք ու հետ կքաշվենք, գիտեք ինչի, մեղքը որքան շատանա մեր մեջ, ամոթը մեզի հեռույա պահելու Աստծուց, ամոթը եւ այդ գիլթը, որ մեր մեջ եկավ, գիլթը գիտեք, չէ, ինքնադատապարտությունն է, երբ գիլթը մեր մեջ եկավ, կամած աղոթքները քչանալու են, կամած գալու ենք եւ թաքնվենք, որ Տերը մեզ չտենա, որտեղ մեղքի մեջ ենք, եւ ես ձեզ բան եմ ասում ու ուշադիր լսեք, երբ որ մենք կեղտոտվում ենք, շատ դժվար է մաքրվելը, որտև հետ ենք տարես, մարմինը վարժացրել ենք հետ մեղքին, դա համար խնդրում եմ ձեզ, որպես ես եկեղեցու հովիվ, աղաչում եմ ձեզ Փաստոր Արմանի հետ միասին, պայքարեք ձեր հավատքի պատերազմը, ամեն ժամանակ հակառակ կացեք սատանային եւ ասում կփախչի ձեզանից, սիրեք Հիսուսին, սիրահարվեք Հիսուսի վրա, ես խոստանում եմ ձեզ, երբ որ ես սիրահարվել եմ Արմանիս վրա և ամեն ժամանակ իմ միտքը ինքն էր, ես հիշում եմ 10 տարեկան ենք, 17-18 տարեկան, երբ որ սիրահարված էի նրա վրա, ես նրա մասին էի մտածում ինքն էլ իմ, մենք անդադ իրար մասին էինք մտածում, որտև սիրահարված ենք, ես այդ սերը ճաշակել եմ ու հրաշալի է, երեխա տարիքում,
Բայց երբ որ դու սիրահարվում ես Հիսուսի վրա, անհամեմատելի սեր է սա։ Եթե քո սիրած տղան կամ սիրած աղջիկը մի հատ հեռախոսը չվերցնի, դու ջղայնանում ես, նենց մեջդ արդեն տակնու վրա է, մտքումդ ինչ բառ գա, ասում ես նրան։ Բայց Հիսուսի վրա որ սիրահարվում ես, մի հատ տեղ չկա, որ նա քեզ անտեսի ու արհամարի։ 24 ժամ քո կողքն է, 24 ժամ քեզ լսում է, 24 ժամ քեզ պաշտպանում է, առաջնորդում է, խրատում է եւ այս ամենը անում է սիրով։ Ժողովուրդ, որ դուք ճաշակեք այդ սերը, երբեք ոչինչ չի կարող ձեզ այդ սիրուց բաժանել։ Աստծո խոսքն է ասում է ոչ բարձրություն, ոչ ցածրություն, խորություններ, ոչ մի բան կյանքում չի կարող քեզ բաժանել Աստծո սիրուց, երբ որ դու իսկապես, լսեք, իսկապես ճաշակեք Աստծո սերը։ Այդ սերը զոհեց իրան, որ քեզ ունենա։ Ուշադիր լսեք, խնդրում եմ բացեք ձեր հոգևորականջները։ Այդ սերը միած սեր է, որ իրան զոհեց, որ քեզ ունենա, այն ժամանակ, երբ որ դու մեղքի մեջ էիր։ Հələ դու սիրածդ տղու կամ սիրածդ աղջկա հանդեպ մի հատ փոքր սխալ թույլ տուր։ Դու նայ քեզ ինչ օրը կգցեն։ Էլ ինչ սեր ուրամնաց մի հատ է քո համար գնա մեռնի։ Լսեք, Հիսուս մեզ սիրեց, երբ մենք զզվելի մեղավոր իր հանդեպ շնացող ազգ էինք։ Եվ հավատարիմ է։ Մենք իր հանդեպ շնանում ենք, ինքը մեր հանդեպ հավատարիմ է։ Մենք իրան ժամեր կամ մեր հեռախոսի վրա սենց նստում ենք, ժամերով խաղում ենք, հա, թե ստեղ սաղ արդար են։ Ինքը չի թույլ տալի ոչ մի բան իր աչքերը շեղվի քո հետ լինելուց։ Կոչ եմ անում, սիրահարվեք Հիսուսի վրա։ Սիրահարվեք Հիսուսի վրա, ամեն վախեր կցրվի, ամեն անհանգստություններ կցրվի, ամեն մտահոգություններ կցրվի։ Եթե մտահոգված ես երբ որ սկսեցի ծառայությունը, հովական ծառայությունը, քարոզչությունը, այնքան սարսափելի anxiety ու վախերի մեջ ընկա։ Մտածում եմ, Աստված իմ, հազարավոր ժողովուրդ ինձ նայելու է, բեմի վրա, սրանք էլ բոլորը ինձ ստիպում են պիտի social media մտնենք, ես էլ ատում էի, չէի ուզում այնտեղ, հայտ մի քանիսին քարոզես, սխալվես էլ օքեյ, բայց որ հելնելու ես մի տեղ, որ ողջ աշխարհը քեզ է նայում, նայում են երեխեքդ ոնց են ապրում, նայում են ամուսինդ ոնց է ապրում, նայում են քո վարքդ, քո քայլվածքդ, քո հագածդ, կերածդ, խմածդ, քշածդ, ապրածդ տունը, ամեն ինչդ ստուգում են։ Մեջս վախերի ինձ էր ուտում, գնաց դատապարտությունը, հեսա կսկսեն ինձի կործանել, և այտենց էլ եղավ։ Քույրիկը ինչու է բեմի վրա, քույրիկը ինչի է շալվար հագե, քույրիկը ինչի է մազերը դեղին, քույրիկը ինչի է քսվե, քույրիկ ու anxiety-ն ավելի վատացավ իմ մոտ և մի բան կատարվեց իմ հետ։ Տերը հետս խոսած Սուրբ Հոգին, մի օր ասացի Տեր, ինչու ես ինձ կանչել, ես երբ որ ես քոնն էի, որպես զավակ, ես շատ հանգիստ էի, վայելում էի քո խաղաղությունն ու սերը, ինչու ինձ հանեցիր ստեղ։ Սա ինձի տարավ աշխարհի են ամենավախի վիճակը ոչինչ էր նրա մոտ, ինչ հիմա եմ ապրում։ Տերը ասաց, որտեվ քո աչքերը ուղված են մարդկանց, ոչ թե ինձ։ Երբ որ քո աչքերը հանես մարդկանցից եւ ուղիղ ինձ նայես ու ամեն օր դու ապրես իմ սիրո մեջ, դու այնքան ապահով կլինես։ Ոչ մի բան քեզ չի վախացնի, բեմից սխալվեց ոչինչ, ես չեմ դատապարտում քեզ, բայց դու նայում ես մարդիկ ինչ են կարծում, դու դեռ ապրում ես մարդահաճո կյանք, ես քեզ կանչել եմ, որ դու ապրես մարդասեր կյանք, սիրես մարդկանց, անսահման սիրով սիրես, բայց մարդկանց չգոհացնես, միայն ինձ գոհացու և դու ապահով կլինես, սա մենակ իմ համար չէր, ես ինչու եմ ձեր հետ սա խոսում, որտեղ սա բոլորիս համար է, Աստծո ժողովուրդ, ամեն։
սկսեմ քարոզս։ Ինձ ասում են ուշացած ես միշտ։ Քարոզում մի քիչ ժամ քարոզում ես, հետո ասում ես սկսեմ քարոզս։ Ես էլ սենց եմ։ Ես տարբեր եմ։ Ամուսինս երեք ասում է, ինչի ես Instagram-ի վրա նկարներ դնում 5 րոպե հետո, կես ժամ հետո ջնջում։ Ես էլ սենց եմ։ Ես ուզում եմ տարօրինակ գտնեմ։ Թող աշխարհը գնա մտածի ինչ եմ տարօրինակ։ Ես սենց եմ, սա է իմ սկզբունքները։ Եվ Աստված ինձ սենց է սիրում։ Եվ խորհուրդ կտամ ամեն մեկը դուք լինեք դուք, չնմանվեք կողքինիդ։ Որտեվ Աստված մեզ ստեղծել է յուրահատուկ։ Ուրիշ աղբեր չկա, միայն աղբերը սա։ Ուրիշ այդաքուր չկա, մենակ այդաքուրը սա։ Դրա համար եկեք սենց մտածեք, ես ուզում եմ լինեմ, ես ոնց որ դու ինձ ստեղծել ես Տեր։ Ես չեմ ուզում նմանվեմ ուրիշի, այո, ուրիշների լավ գծերը ուզում եմ սովորեմ, անպատճառ, բայց ես ուզում եմ լինեմ ես։ Ամեն մեկը զբաղացրեք ձեր տեղը որպես դուք, մի նմանվեք ուրիշներին։ Այսօր կխոսեմ զգուշության մասին, որ պետք է զգուշանանք, չխաբվենք կեղծավորների մանիպուլյացիայից։ Էլի եմ կրկնելու, որտև չհասկացաք, չխաբվենք կեղծավորների մանիպուլյացիայից։ Կարծում եմ, որ վերջի ժամանակների համար շատ հարկավոր են, շատ դիպուկ զգուշացում է Տերը մեզ տվել, այնտեղ եղբայրները ծիծաղում են, մի տեսակ ուրախացան։ Լսեք։ Մատթեոս 10:30 համարում պարզ մեզ ասում է, առաջինները հետին կլինեն, հետինները առաջ կգան։ Բոլոր նրանք, մենք 9 տարի ա լինում ծառայում ենք այս եկեղեցում եւ տեսել ենք։ Բոլոր նրանք, որ իրենց համար կարծել են մի բան են, կանգնած են եւ երբեք չեն ընկնի, հենց դրանք ընկելու հետ են գնացել։ Եվ բոլոր նրանք, որ նոր են եկել ու մտածել են սրանցից բան չելնի, դրանք սաղ առաջ են գալի։ Տերը շիֆտ է անում, Տերը նոր բան է անում։ Երբեք ու երբեք, եթե դու կարծում ես դու կանգնած ես ու չես ընկնի, վտանգ կա, որ դու հաստատ կընկնես։ Դրա համար այդ մեծամտությունդ մի կողմ դիր եւ միշտ աղոթի ասա Տեր, ձեռքս բռնիր, չընկնեմ։ Որովհետեւ եթե մենք այս զգուշացումները լուրջ չընդունենք, մենք ընկնելու ենք։ Հոգևոր տեսանկյունից մանիպուլյացիան ընդհանուր առումով դիտվում է որպես խաբեություն եւ անազնվության մի ձև, որը հակասում է Աստծո ազնվության արժեքներին հարաբերություններում։ Մեր Աստված գնահատում է ազնվությունը որևէ հարաբերություններում։ Դա կլինի մարդ-Աստված հարաբերության մեջ, թե մարդ-մարդ հարաբերության մեջ։ Ազնվությունն ու անկեղծությունը չափազանց գնահատվում է Աստծո կողմից։ Եվ բոլոր նրանք, ովքեր ունեն Սուրբ Հոգի եւ Սուրբ Հոգով են ապրում, իրանք էլ են գնահատում մարդկանց այդ ազնվությունը իրենց հետ։ Եսայա մարգարեում առաքյալը խրատում ասում է, նրա համար դեն գցելով ստությունը, խոսեցեք ճշմարտությունը ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ ենք։ Շուրարի կողքինիդ ասա, մենք իրար հետ Քրիստոսի մարմնի անդամ ենք։ Հիշեցրու կողքինիդ, որ մենք իրար հետ Քրիստոսի մարմնի անդամ ենք։ Աստվածաշունչը ընդգծում է ճշմարտությունը որպես ազնվության սիրո սկզբունքներ։ Իսկ մանիպուլյացիան ուղղակիորեն հակասում է այս ամենին։ Այսօր Տերը մեզ զգուշացնում է Աստծո ժողովուրդ ջան, որ չխաբվենք։ Հիմա ես բարձրաձայնելու եմ սա եւ խնդրելու եմ բոլորդ ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Չխաբվենք կեղծավոր շողոքորթ չակերտավորած առաջնորդներին, մարգարեներին կամ էլի եմ կրկնում չակերտներով հոգևոր քույրերի, եղբայրների ներկայացումին։ 10 հոգի։ Ամեն։ Մենք ապրում ենք արտաքին առումով շատ գեղեցիկ, բայց ներքին առումով շատ տգեղ, կեղծ դարաշրջանում։ Դրսևանց ամեն ինչ
perfect է երևում, ներսևած ամեն ինչ փտած ու տգեղ է։ Ում համար, Աստծո համար։ Այնինչ որ կասեմ այսօր միգուցե offend անի շատերիս։ Մի հատ է կրկնեմ, որպեսզի լսեք ինչ եմ ասում։ Շատերիս։ Միևնույնն է ասելու եմ, ով ինձ գիտի, եթե Սուրբ Հոգին խոսած ես չեմ լռում, ես բարձրաձայնում եմ անկասկած։ Վերջի ժամանակակից դարի եկեղեցիներում, նաև եկեղեցու բեմերից ավելի շատ քարոզվում է մամոնան, քան թե Քրիստոս Հիսուս խաչյալը, քան թե Աստծո թանկ զոհը, հոգու փրկությունը, սուրբ կյանքը, ազնվությունը, արդարությունը, այն Աստծո գեղեցիկ կատարյալ սկզբունքները։ Եվ սա իսկապես ցավ է պատճառում մեր Աստծուն։ Աստծո ժողովուրդ, մարդկանց մեջ, քույր եղբայրների մեջ ավելի շատ փողի թեմաներն է, բեմերից քարոզվում է ավելի շատ փողը, քան թե Հիսուսը։ Այսօրվա քարոզի վերնագիրը ուզում եմ ասեմ, որ Սուրբ Հոգին սրտումս դրեց վերնագրեմ, չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային։ Ուշադիր լսեք, սա Սուրբ գրային է եւ Հիսուսի խոսքերն է Սուրբ Հոգին մեզ հիշեցնում։ Սա այնպես չի սրտումս նոր խոսք է ծնվել, սա Հիսուսի խոսքերն է Սուրբ Հոգին եկեղեցուն հիշեցնում, որ մենք չենք կարող Աստծուն ծառայել, միևնույն ժամանակ փողին ծառայել, որի փողի Աստվածը հենց մամոնան է։ Հիսուս չտվեց մեզ այն իրավունքը, որ մենք փիլիսոփայենք, մարդկանց զգացմունքների հետ խաղանենք, առիթից օգտվենք եւ մարդկանց ֆինանսների վրա տիրենք։ Աստված արգելում է դա։ Այդ իրավունքը չի տրված որևէ առաջնորդի։ Եվ ուզում եմ այսօր բոլոր քույր եղբայրներս լսեն, որ չխաբվեն։ Եթե ձեզ մանիպուլյացիա կանեն, որ փող տվեք Աստվածաշնչի համարներով, որպեսզի օրհնվեք, ես հիմա ձեզ կասեմ, եւ դուք կհասկանաք ինչ ձևով դա պետք է լինի, ամեն։ Որտեղ ենք տեսնում առաջի դարի եկեղեցում խոսվի այդքան փողի մասին, ոնց որ այսօր 21-րդ դարի եկեղեցիներում է խոսվում։ Գիտեք, մեր Տերը ողորմած է, մեր Տերը սիրո Աստված է։ Դրա համար զգուշացնում է իր զավակներին չխաբվենք, մանիպուլյացիա չլինենք սուտ առաջնորդների կամ սուտ քույր եղբայրների շողոքորթ համոզմունքներով։ Ինչքան է սիրում Տերը մեզ։ Գիտեք, մարդ գիտեմ, որ եկեղեցի չի գնում, որտեվ փող չունի, չի կարողանում 10-անորդ տա, չի գնում, որտեվ ասում է, երբ որ փող են հավաքում, ես ինձ միշտ խաբված ու անձս միշտ ցածր եմ տեսնում, որ ես չեմ կարողանում, ես գիտեմ դա կա, եւ իմ հետ շատ են խոսում այդ թեմաների շուրջ, մենք իրավունք չունենք մարդկանց, դնենք այդ տուփիկ, փրկությունը ձերի է։ Այս եկեղեցու, այս տարածքի վարձը երբևէ ես ստեղից փող չեմ խոսում, բայց Աստված է հոգ տանում եւ անում այդ ամենը։ Աստված հանում է սրտեր ու մարդկանց, ովքեր իսկապես հոգատար հոգ են տանում իրանց հոր տան համար։ Ես կարիք չունեմ անդադ ստեղից ձեզ հիշացնեմ 10-անորդ տվեք, անցա տվեք, օրտնեք, էս արեք, են արեք, ես կարիքը չունեմ դրա։ Եթե ես դա անեմ, ուրեմն ես այն հավատքը չունեմ, որ իմ Տերն է անողը։ Աստծո ժողովուրդ, ձեր կարծիքով Աստծո տունը ինչպես է վերածվում առևտրի կենտրոնի, հա? Այն կենտրոնի, երբ որ Հիսուսը մտավ ու տեսավ հոր տունը առևտրի կենտրոն, առուծախ այնտեղ զզվանք ապրեց։ Գիտեք ինչ արեց, ամբողջ այդ սեղանները շուռ տվեց եւ արգելեց, ասեց, ես ինչի եք վերածել իմ հոր տունը, իմ հոր տունը աղոթքի տունը։ Այդ մի խոսքի ինձ բավական է, որ հերիքա փող քարոզեք,
Այս ժողովուրդը կարիք ունի լսելու Հիսուսի մասին, հոգու փրկության մասին։ Այս ժողովուրդը կարիք ունի փրկությունը ժառանգելու։ Ոչ թե գնատուն մտածի մի հատ էլ հոգս ավելացնենք։ Բիլերս հերիք չի մայ գնա փող տամ եկեղեցուն։ Բաց թողեք ժողովրդին։ Թող ով ինչ կանի թողանի ազատ կամքով, սիրով, հոժարական, որտեվ դա է որ Տերը ընդունում է։ Եվ եթե նույնիսկ տեղ չի անում, թող գնա մի հատ սովածի կերակրի դրսում, մի հատ մերկի հագցնի դրսում, դա էլ է Աստծուն տալ։ Ինչքան մարդ է ինձ ատելու այսօր։ Աստծո ժողովուրդ, ես երբ որ քարոզը գրում էի, զգում էի այն ցավը, որ Տերը ապրում է։ Չգիտես ինչու զգում էի ցավը Տերը ապրում։ Հիմա ուշադիր լսեք ու ուշադիր լսեք։ 10-րդը Սուրբ գրային է, այո։ Այո։ Աստծո խոսքն ասում է, բեր քո 10-րդդ աշխատանքի դիր իմ տան մեջ։ Աստված ասում է, մի տեղ է թույլ տալի, որ ասում է ինձի փորձեք այդ մի տեղը։ Ասում է դու իմ տանը բերցանի ու տես ես քառապատիկ երկնքի պատուհանները չեմ բացի ու թափեմ քո տան մեջ։ Տերը Սուրբ գրային է եւ մենք այդ սկզբունքներով ենք ապրում։ Ժողովուրդ, եթե լսում եք, էլի լսեք։ Ես չեմ արգելում, ես չեմ ասում դա մեղք է, որովհետեւ շատերը մտածում են Արմանն ու Սիլվին շատ հարուստ են, դրա համար 10-րդ չեն քարոզում, իրանք են հոգ տանում բոլորի համար։ Այնքան վտանգավոր է դրսից դատելը, չէ՞ ավո ախպեր ջան, ինչքան վտանգավոր է։ Լսեք։ 10-րդը Սուրբ գրային է։ Հիմա մնացածը լսեք, օրտնելը Սուրբ գրային է, իհարկե Սուրբ գրային է, մենք օրտնում ենք Աստծո մարդկանց, անցան Սուրբ գրային է, իհարկե Սուրբ գրային է, իհարկե Սուրբ գրային է, բայց այս ամենը անընդհատ ամեն կիրակի ես ձեզ հիշացնեմ, սա Սուրբ գրային չի։ Քարոզները չպետք է առհասարակ Հիսուսի մասին խոսելը եւ քարոզելը դրանցից ոչ միտեղ չպետք է գրավի այդ փողը։ Մենք պիտի կենտրոնանանք մեկի վրա, գալիս ենք հավաքվում ենք մեկի համար եւ այդ մեկին մենք պետք է փառք տանք եւ այդ մեկից է որ մենք առնում ենք։ Մեզ Աստծո առաջնորդներին տրված է որ մենք մարդկանց ձեզ մոտեցնենք Հիսուսին, ոչ թե ձեր աչքերը ուղենք, եթե Հիսուսին գաք կորտնվեք, փողեր կունենաք։ Գիտեք, ես հեսա քիչ հետո այդ մասին կխոսամ։ Աստծո տուն արի աղոթելու։ Աստծո տուն արի հոր հետ հաղորդակցվելու։ Սխալ շարժարիթով մտարես տուն, Տերը բերանից դուրս է թքելու քեզ։ Աստծո խոսքն այդպես մեզ սովորեցնում։ Խոսենք նրա չարչարանքների մասին, խոսենք նրա սիրո ողորմության մասին, խոսենք երրորդ օրը ինչպես նա հարություն առա, խոսենք Հիսուսի մասին, խոստանում եմ ձեզ, եթե մինչև իմ կյանքի վերջը, վերջի շունչը, ես որ քարոզեմ, Հիսուս քարոզեմ, նույն բանը կրկնեմ, դարձյալ հաճելի է լսվելու մեր ականջներին, որտեղ Հիսուսը մեզ բավական է, որ մենք լցվենք ու օրհնվի մեր կյանքը, ամեն։ Հետո հիշեք, մի չեյս արեք փողն ու հարստությունը, տվողին չեյս արեք, տվողին, որտև տվողը գիտի ում ինչ է տալիս, ամեն, այն մարդը երբ Աստծո հետ մտերիմ հարաբերություն ունի, ես խոստանում եմ ձեզ, այն ծեր կնոջ պես իրա վերջի լուման է կբերի ու կդնի գանձանակի մեջ, այն մարդը երբ որ Աստծո հետ ուղիղ հարաբերություն ունի, հլը օրենքը չեր հելել, պատվիրանները չեր տրվել, բայց Աբրահամի սրտում կար արդեն, իմ աշխատանքի 10-րդը տանում եմ ու հորս տան մեջ ցանեմ, տեսնում եք, ես չեմ ուզում ստիպողական, պարտադրանքով մարդը տանի դնի, որտև անդադ դա է քարոզվում, ինչ կանեք, ինչ կդնեք ու ինչ կորտնեք, սրտանց հոգով արեք,
թող Տերը փառավորվի ամեն մեր արածների մեջ, ամեն։ Աստծո ժողովուրդ, բավական է անընդհատ փող, ինչ քարոզներ վերջերս ուզում եմ նայեմ, լսեմ, սկսում են փողով, ավարտում են փողով, կարծես մամոնայի պաշտամունք լսենք, մեր Աստված տալիս է ու օրհնում է, բայց եկեք կենտրոնանանք եկեղեցին մանավանդ վերջի ժամանակներում Քրիստոս խաչյալի վրա, նրա գործերի վրա, հոգու փրկության վրա, մարդիկ դժոխք են գնում, մենք դեռ նստեմ մտածում ենք մարդիկ օրհնեն եկեղեցին, եկեք կենտրոնանանք մարդկանց փրկելու վրա։ Մի վտանգավոր համար եմ ընթերցելու, սա հովիվների վերաբերվում։ Միգուցե ասեն, բայց ինչի ես հովիվների համար բարձրաձայնում, ես է ձեր հետ եմ, որ զգուշնենք։ Եզեկիել 34:2 համարը խորհուրդ կտամ բոլորը տուն գնաք եւ այս համարը սկզբից մինչեւ վերջ ընթերցեք, բայց ես հիմա սա կընթերցեմ։ Վայ Իսրայելի հովիվներին, որոնք իրանց են արածացնում, հովիվները չէ որ հոտը պիտի արածացնեն, կաթը ուտում եք եւ բուրդը հագնում եք եւ պարարտին մորթում եք, իսկ հոտը չեք արածեցնում։ Տկարներին չուժովացրիք եւ հիվանդներին չբժշկեցիք եւ դուք կոտրածին չկապեցիք եւ մոլորածին ետ չբերեցիք եւ կորածին չորոնեցիք, այլ խստությամբ տիրեցիք նրանց վրա եւ բռնությամբ եւ նրանք ցրիվ եկան հովիվ չլինելու պատճառով եւ կերակուր եղան դաշտի բոլոր գազաններին եւ ցիրուցան եղան, մոլորվում են իմ ոչխարները ամեն սարերի վրա եւ ամեն բարձր բլուրի վրա եւ երկրի բոլոր երեսի վրա ցրվել են իմ ոչխարները եւ որոնող չկա ու հարցնող էլ չկա։ Դրա համար ով հովիվներ լսեցեք Տիրոջ խոսքը, կենթանի եմ ես, ասում է Տեր Եհովան։ Այստեղ կրկնվում է խոսքը 9-րդ համարից եմ ընթերցում։ Դրա համար ով հովիվներ, այսպես է ասում Տեր Եհովան, ահա ես հովիվների դեմ եմ։ Եվ իմ ոչխարներին պիտի պահանջեմ նրանց ձեռքից, եւ նրանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, եւ հովիվները այլևս պիտի չարածեցնեն նրանց, եւ պիտի ազատեմ իմ ոչխարներին նրանց բերանից, որ նրանք նրանց համար ուտելիք չլինեն։ Հովիվները կանչված են, որ հոտին պաշտպանեն, որպեսզի գայլերը չհոշոտեն, բայց ցավոք սրտի այսօր հովիվներն են հենց հոշոտում իրենց հոտին, եւ սա վախենալու է, չգիտեմ ինչու եմ ստեղից սա խոսում, չեմ էլ հասկանում ինչի է Սուրբ Հոգին սա խոսում, ցավոք սրտի այս վիճակը այսօր տիրում է, եւ ժողովուրդ արթուն եղեք, մի խաբվեք։ Ինչ էլ որ կանեք, ինչ էլ որ եկեղեցում կցանեք, 10 օր թե հենծա, թե որևէ օրհնություն, թույլ տվեք հոգով ու սրտանց ամեն բան անեք, մի արեք, որտև պարտադրանքի տակ եք, մի արեք, Հիսուս մեզ ազատեց մարդուն ծառա լինելուց, մի հետ գնացեք դառեք մարդկանց ծառա, մեր Աստված ողորմած է, եթե նույնիսկ մենք չկարողանանք բաներ անենք, Աստված կհոգա եւ կանի։ Այսօրվա ուղերձի խորը ուսումնասիրության հիմնական սկզբունքը վերցրել է Մատթեոս 6-րդ գլխի 24-րդ համարից։ Հիսուսի խոսքերը վառ հիշեցնում է, որ մեր հավատարմությունը պետք է անբաժան լինի Աստծո հետ։ Մենք չենք կարող միաժամանակ նվիրված լինել Աստծուն եւ մամոնային, չի գործելու։ Քանի որ այս երկուսը հաճախ
բախվում են իրենց պահանջների եւ առաջնահերթություններին։ Աստված մեր Տերը, նա է ով համատեքստում, այս համատեքստում ինչի մասին խոսում եմ, իշխում է մեր կյանքի վրա, թելադրում է մեր գործերը, առաջնորդում է, պաշտպանում է, խրատում է, տիրում է մեր վրա որպես Տեր։ Սուրբ Հոգին այսօր, որ մեր հետ է, մեր ուսուցիչը, որ միակը մեր հետ է, եկեք նրան խոնարհվենք։ Եկեք նրա ձայնին լսենք, այն ինչ անենք, որ նրան հաճո լինի, ոչ թե մարդկանց։ Ուշադի լսեք, իսկ փողը, թեև ի սկզբանե չար չի, փող ունենալը չար չի, բայց այն կարող է մեր կյանքում Տեր դառնալ։ Բոլորդ նայում եք, ասում եք ոնց։ Փողը կարող է քո Աստվածը դառնալ անգիտակից ձևի եւ վերահսկում է մեր որոշումները եւ ստվերում Աստծո հետ մեր հարաբերությունները։ Եվ խոսքը վերաբերվում է փողին, խոստանում եմ Աստծո ժողովուրդ ձեզ, շատ-շատերը հոգևորներ անգիտակից ձևով առաջնահերթություն են տվել փողին, քան Աստծուն եւ վտանգել են ու կորցրել են իրենց հոգևոր նպատակը եւ արժեքները։ Դրան մենք ականատես ենք եղել։ Աստծո ժողովուրդ, տեղեր տարել է Տերը մեզ, որ բաներ ցույց տա։ Ես այն ինչ որ այստեղից խոսում եմ, ես խոսում եմ, որ արթուն լինի եկեղեցին այս ամենի մեջ։ Ինչպես Հուդան Հիսուսին 30 արծաթով վաճառեց, այսօր շատ հոգևոր կոչվածներ ոչ մի տարբերությամբ Հուդայի նման վաճառում են Աստծուն, Աստծո խոսքը, եկեղեցին, որը Հիսուսն է, էլի եմ կրկնում այս մասը, որտեղ շատեր ասում են մենք Աստծուն չենք թողում, ուղղակի այդ եկեղեցուց ենք հեռանում եւ կարծում են դա նորմալ է։ Եկեղեցու դեմ մի բան խոսած Աստծո առաջ պատասխանատու ես լինելու։ Որտեւ գիտես ումից ես բան ասում, Հիսուսից։ Եկեղեցու մեջ անդամները կատարյալ չեն, բայց Հիսուսինն են։ Ու Աստված չանի, որ դու հանկարծ փորձես անդամների դեմ խոսաս, որովհետև դրանք ամեն մեկը Հիսուսի այրան կաթիլն են։ Աստծո եկեղեցին, կարճ ասած, շատերը, որ եկեղեցու անդամ են ուզում կոչվեն, գալիս են սխալ շարժառիթներով, արդեն իսկ տեսնում ենք իրենց հոգիները վաճառում են սատանային փողի համար։ Եվ սա ամենավախենալու բանն է։ Երբեք չթողես փողը տիրի քո վրա, դու տիրի փողի վրա։ Օգտագործիր այն որպես օրհնություն Աստծուց տված, բայց չլինի հանկարծ քո սկզբունքներդ փոխվեն եւ փողը հանկարծ տիրի քո վրա։ Այն ժամանակ ինչքան բերանով ուզում ես Աստված ասա, քո Աստվածը քո մամոնան է դառնում։ Հիշեցնեմ, որ Ղուկաս 13:23 համարում ասում եմ, մեկը ասաց Հիսուսին. Տեր, միթե քիչ են փրկվողները։ Սա ուշադիր լսեք, խնդրում եմ, կենտրոնացեք։ Միթե քիչ են փրկվողները։ Նա էլ նրանց պատասխանեց ասաց. Ջանք արեք, որ նեղ դռնով ներս մտնեք, որովհետև ասում եմ ձեզ, շատերը կուզեն մտնել եւ չեն կարողանալու մտնել։ Սա ինչ է մեզ ասում, սա պարզ մեզ ասում է, որ շատ քչերն են փրկվելու։ Ինչու՞, որովհետև շատ քչերն են մինչև վերջ դիմանալու։ Կհիշեք, մի տարի առաջ էր ես այստեղից հուզված ասեցի, շատերը այստեղ նստած գնալու եք։ Սկզբից կեթակ տարբեր եկեղեցիներ, որ բանապացուցեք մարդկանց հովիվին կամ բան, բայց գնալու եք։ Ու այդ գնալը շատ բարդ է լինելու ձեր համար, գնալու եք ոչ թե ուրիշ եկեղեցի, այլ գնալու եք աշխարհ։ Գիտեք, Աստված երբ որ հովիվներին կարգում է, իր ընտրած հովիվներին տալիս է մի հատ խորը զանազանության պարգև։ Եվ նրանք գիտեն ինչից հետո է ալնում։
Այսինքն ինչպես այսօր ասեմ, մեկին գումարած մեկ, բոլորս գիտենք երկու։ Մենք գիտենք ինչին է հետևում, որտեղ մենք արդեն վարժվել ենք դրա մեջ ու հասկացել ենք ու խորը ցույց է տալի Տերը իր զավակներին։ Քչերն են փրկվելու։ Եկեք մենք յուրաքանչյուրս այսօր այստեղ որ նստած ենք, այդ քչերի մեջ լինենք։ Ժառանգենք երկինքը, որովհետև վտանգը նրանում է շատերին օգտագործում է թշնամին առաջարկելով հարստություն չեն է հասկանում դա Աստծուց էր թե թշնամուց էր։ Ինքը շատ լավ առաջարկներ ունի ու այդ առաջարկներն է լավ, ինքը պահում է խոսքը, տալիս է քեզ, որպեսզի քեզ զբաղված պահի ու շեղի Աստծուց։ Վտանգավոր բանը այն է, որ հարստության ձգտումը կարող է հանգեցնել մարդուն ագահության, նյութապաշտության, հոգևոր աճից կտրվելու մեջ։ Տերը այսօր ընտրություն է անում, կոչ է անում մեզ, ընտրեք ում եք ծառայում, կամ Աստծուն, կամ մամոնային։ Մատթեոս 6:24-ի համարն է, որից վերցրել եմ Հիսուսի խոսքերը։ Ոչ ոք չի կարող երկու տերերի ծառայել, որովհետև մեկին կատի, մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի, մյուսին կանարգի, կարհամարի։ Չեք կարող Աստծուն ծառայել եւ մամոնային, այն ինչը որ քարոզի վերնագիրն է։ Ընտրված առաքյալի, եթե սատանան կարողացավ գայթակեցնի, կյանքում չմտածես, որ քեզ չի կարող գայթակեցնի, ուզում ես եղիր հովիվ, ուզում ես եղիր անդամ, ով ուզում ես եղիր։ Հարցում յուրաքանչյուրիս եւ ամեն մեկս մեր մեջ կանկեղծանանք այս պահին, ում մենք իսկապես ծառայում Աստծուն, թե մեր կյանքը պայմանավորված է նյութական ունեցվածքի ձգտումով։ Բաց թողեմ մեզ, հիմա գամ անդամներիդ։ Պետք է զգուշանան այն մարդիկ էլ, ովքեր եկեղեցի են գալիս շատ ծուռ շարժառիթներով։ Գնամ եկեղեցի, բիզնեսս մի քիչ ռեկլամանեմ, ընդ լիքը ժողովուրդ կա։ Այսքան մարդ իմ բիզնես գա, առևտուրանի, բիզնեսս լավ բարգավաճի։ Լսեք ուշադիր, մինչև վերջ լսեք խոսքը։ Գնամ այնտեղ մեծահասակներ է շատ կան։ Միգուցե համոզեմ տանեմ ծերանոց, դեյքեր կամ հոմքեր, որտեղ որ կարողանամ։ Եվ եկեղեցու այցելելու շարժառիթը ծուռ է ելնում։ Այն օրհնությունը, որ Աստված քո համար պատրաստվել է, դա կարա քո համար անեծք դառնալ։ Որտեվ դու Աստծո ձեռքից այլևս չես առնի, դու ծուռ ես մտել Աստծո տուն։ Աստծո օրհնությունը չես վերցնի, թշնամին քեզի կտա քո ուզածը։ Իհարկե մենք եկեղեցին բոլորս ամեն ձևով փորձում ենք իրար սփոյթ անել ամեն ինչում։ Իհարկե պետք է սփոյթ անենք։ Եթե ես պետք է տանեմ մի ուրիշ աշխարհի մեկի օրհնեմ, ես ավելավ եմ քուր ու աղբորս օրհնեմ։ Անկասկած։ Բայց կարևորը նա է մենք եկեղեցի ենք գալի ում համար, ինչի համար, որն է մեր շարժառիթը Աստծո տուն մտնելու։ Մեր եկեղեցիների հավաքույթը մեկտեղ հավաքվելը պետք է ունենա մեկ անուն՝ հանդիպում Քրիստոս Հիսուսի հետ։ Շատերը եկել են եկեղեցի, որտեվ մտածել են շատ մարդիկ կան, մենք դրան էլ ենք ականատես եղել, ասա ինչին չեք եղել ականատես։ Եկել են եկեղեցի իրենց բիզնեսները ծախեն։ Ու հոգին ինձ ցույց է տվել պարզ։ Սրան են բռնել, նրան են բռնել, նրան են բռնել, ծախել են, վերջում տեսել են սաղ արդեն ծախված են, փոխանցվանք մույս եկեղեցի։ Մեկ անգամ մեկը ինձ ասաց բեմ կտաս, ռեկլամ անեմ բիզնեսս, ասի երբեք։ Նման բան չի կարող երբեք լինել։ Աստծո ժողովուրդ, այնքան չնչին սխալ բաների վրա է մեր աչքերը ուղված։ Գիտեք, Աստծո խոսքը վերջացնում եմ, ավարտում եմ Մատթեոս 6:33-ում։
մի հատ գեղեցիկ սկզբունք, այնքան եմ սիրում այս համարը, դե համար ես իչքան աղոթում եմ մեր քույր եղբայրների որևէ մեկի կարիքների համար, միայն սա եմ խնդրում։ Հիսուս ասաց բարձ, առաջից խնդրեք Աստծո թագավորությունը, մնացած ամեն բան ձեզի կտրվի։ Ես այս եկեղեցու համար աղոթում եմ, Տեր, քո թագավորությունն եմ խնդրում այս տան մեջ, վերջ։ Ես չեմ աղոթում փող տուր, շենք առնենք, փող տուր էս անենք, փող տուր են անենք, Տեր, քո թագավորությունը, մնացած ամեն ինչ հոգա տարել, 9 տարյա գերբնական ձևով Տերը հոգա տարել, և ձեզ խոստանում եմ, այս եկեղեցու վերջը ավելի լավ ալնելու, քան սկիզբը, որտև Տերը մաքրում է, Տերը սրբում է, Տերը պատրաստում է, կառուցում է, այս եկեղեցին հոբի նման բաներ կորցրեց, շատերը մեռան հոգևոր, շատ բաներ տեսավ այս եկեղեցին, բայց Տերը մի հատ խոստում տվեց ինձ, ասաց, ինչպես հոբի կյանքը, այնպես էլ այս John 3:16 եկեղեցին կտենա դա, որ այս եկեղեցին նրա վերջը ավելի լավ ալնելու, քան թե սկիզբը, որտև մաքրում եմ, հիշեք մեկ բան, դատաստանը սկսել է իր տնից և ամեն ուրեք Տերը դատաստանը սկսել է, մաքրում է իր տունը, սրբում է, եթե այսօր այս խոսքի իմ համար շատ խիստ է, որտև հովիվներին հանդիմանեց, ես ուրախ եմ հանդիմանվել եմ, բաներ կա շտկվել է մեր մեջ, որտև երեկ ես FaceTime-ով տրիվե եմ արել բոլոր մեր ծառայողներին ու ասել եմ մտեք FaceTime, խոսալու բան ունեմ ձեր հետ, եկեք ամեն մի հոգի, որ ես եկեղեցուց գնացել է, քննում ենք, ոնց ենք մենք իրանց հետ վարվել, հիմա այս ժամին 11-ին, այո, որտև քարոզս դրա մասին է, որտև վերևում ես կանգնեմ, եթե ես քարոզը իրոք ու քննել ենք, ու չենք վախեցել, որ տեսնենք, որտեղ ենք թերի, որտեղ ենք տկարացել, որտեղ ենք սայթակել, որպեսզի բժշկվենք։ Եվ գիտեք, որ նա գեղեցիկը, շատ անգամ անդամները մտածում են, թող զանգեն, թող գան, և մենք քննում էինք Աստծո խոսքով և մի տեղ եկանք, որ անառակ որդու վիճակը, անառակ որդուն հայրը չգնաց հետևից կամ աղբոր ուղարկեց գնա դրան բեր, անառակ որդին, երբ որ քիթը կսվեց գետին, մտածեց, ասեց հորս տանը գնամ, եթե նա իրա ծառաներին տենց առոք փառոք պահում է հերս, գնամ հորս տունը, ընդեղ հանգիստ հաց կուտեմ կապրեմ։ Ժողովուրդ, մի հատ համար վերցրեք ու դրա վրա կենտրոնացեք ու մնացեք, տեղ կա պիտի գնանք հետևներից, որտեղ մոլորված է գառը, տեղ կա գառը չէ, գայլն է մոլորացրել, Տերն է հանել, պետք է հետ քաշվես, բաներ կա մենք պետք է անենք հոգով, եկեք ոտքի կանգնենք,